Գտնվում ենք Պաշտպանության բանակի առաջնագծերից մեկում, ինչպես տեսնում եք, տվյալ րոպեներին հարաբերական անդուր է։ Իրադրությունը լրիվ վերահսկում է մեր զինուժի կողմից։ Իրադրության տերը մեր զինվորականներն են։ Քիչ հետո պատրաստում են նորից բաժիշտ կանխարգելիչ գործողությունների շարունակությունը։ Ամեն ինչ նորմալ է։ Մեր զինվորականները, մեր հրամանատարները տիրապետում են իրադրությանը։ Այս մերոնք են։ Այս արդեն մերոնք սկսեցին ուրեմն ընդակոծել հենց հիմա։ Թշնամին մի քանի րոպեներ առաջ ուրեմն գնդակոծում էր մեր դիրքերը եւ հիմա լսում եք մենք պատասխան գործողություններով ուրեմն ոչնչացնում ենք հակառակորդի դիրքերը։ Այստեղից մոտավորապես տեսնում ենք թե ինչ է կատարվում, գիշերային ցավոք չունենք այդ տեխնիկան, որպեսզի ձեզ նույնպես դա ցույց տանք, բայց ձայնային հիմա լսում եք, որ շարունակում են ուրեմն հրետակոծությունը։ Հիմա փախնում են հաստա։ Պարոնայք, մենք գտնվում ենք Մարտակերտի առանձին բժշկական ջոկատում, զրուցում ենք մայոր Ազարյան Խորենի հետ։ Ինչպես գիտեք, այստեղ այս շրջանում տեղ ունեցող իրադարձությունները լուսաբանվում են, մենք հիմա կխոսենք բժիշկների հետ, կիմանանք թե ինչպես է իրավիճակը, օպերատիվ վիրավորները մենք պարզեցինք, որ արդեն այստեղ հենց հիմա վիրավոր չկա, պարոն։ Ընդհանուր իրավիճակը ինչպես է։ Ընդհանուր իրավիճակը ինչպես գիտենք շատ լարված է, տարբեր դրամաչափի հրետակոծություններ եւ այլն եւ ունենք վիրավորներ, սակայն Մարտակերտի առանձին բժշկական ջոկատը իր կազմով, ինչպես նաեւ ուժեղացվել ենք նեղ մասնագետներով տարբեր բժշկական հիմնարկներից, կարողանում ենք կատարել մեր առջև դրված խնդիրները, գնալով մինչև ընդհուպ առաջնագծից եւ վիրավորներին տեղափոխելով այստեղ մեր հերոսներին։ Ասում եք, այսին առաջնորդություն ստանում եւ տեղափոխում եք արդեն դեպի։ Այո, առաջին օգնությունը ըստ անհրաժեշտության կյանքի ցուցումով եւ հնարավորինս փորձելով սեղմ ժամկետներում ցուցաբերել եւ այս этаպը տեղափոխել հաջորդ этаպ, որպեսզի պատրաստ լինենք մյուս վիրավորների ընդունմանը։ Մենք ճիշտ ասած ձեր մոտեկանք են հերոս զինվորին հանդիպելու, որ միայնակ պայքարել է, տասնյակ հակառակորդի ոչնչացրել է, վերջում էլ երբ որ փամփուշտները վերջացել է, հակառակորդի նետած նռնակը հետանետել իրանց վրա, ասում եք այնքան համեստ է։ Իհարկե, մենք ցնցվեցինք ամբողջ անձնակազմով, որ իմացանք այդ լուրը, իրոք ինքը այնքան համեստ էր, որ այդ իր հերոսության մասին ինքը լռեց։ Մենք իրոք չպատմեց եւ նույնիսկ ակնարկ չարեց։ Իրավիճակը ոնց է, կասեք։ Իրավիճակը իր այսպես բայվոյ դուխը մարտական ոգին շատ բարձր էր։ Իսկ իր առողջական վիճակը ինչպես է բավարար։ Առողջական վիճակը բավարար, իհարկե վիրավորումներ կար բեկորային, սակայն վիճակը բավարար է եւ ես հուսով եմ, որ ինքը շատ շուտ կապակինվի եւ շարք կվերադառնա իր կիսած գործը շարունակելու։ Շնորհակալություն պարոն, ձեզ համբերություն, գիտեմ որ ձեր գործը ամենադժվարներից է վիրավորների հետ, դա աստված ինչքան քիչ են այնքան։ Իհարկե այս լարված իրավիճակում մեր հայ ժողովրդին կասեմ, որ մեր հայ զինվորը մեր սահմաններին անսասան կանգնած է, մեր մարտական ոգին բարձր է եւ մենք պատրաստ ենք մեր հայրենիքը պաշտպանելու։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն։